Մի վարքյան։ Բարև ձեզ, այսօր 28/02/25 թվականին ներկայացվել է հանրային լսում Կարենի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Հատիկ ՍՊ-ի կողմից նախատեսվող Կարենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյուղուշի հյութոյթային պերզաների հանքավայրի տարածքում շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսումը։ Ես կխնդրեմ Բարև ձեզ, ես Գուրգեն Հակոբյանն եմ, Հատիկ ընկերության ներկայացուցիչը, տվյալ լսումների ընկերության կողմից պատասխանատու։ Ուրեմն մեր ընկերությունը ընդդեմ օգտագործման իրավունքի ստանալու նպատակով դիմել է հանրային քննարկման, առաջին հանրային քննարկման օրենքով ընկերության ընդդեմ օգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրի ստորին հատվածում, որ իրավունքի տրամադրում է։ Մեր ներկայացված տարածքը, որի համար որ մենք դիմել ենք, կազմում է շուրջ 5 հեկտար, այլ իրավունքով ծանրաբեռնված չի, ես մի քիչ բանից լուծ կամ, ևս լսումներ է եղել հանքավայրի հետ կապված, ընկերության ներկայացուցիչը նույնիսկ ընկերության ներկայացուցիչը ուղղակի աշխատանքի վերումը մենք իրար ճանաչում ենք, այդ հատվածները, որի համար մենք դիմել ենք ու որի համար դիմել են, իրար սահմանային են ընկնում, իրար չեն հատվում, մեծաշուտ շահերի բախում էլ չունենք, փորձենք նաև ընկերության հետ աշխատել այդ առումով, որ այլ հարցեր չառաջվեն։ Ընկերությունը նոր չի, նորաստեղծ չի, 2000-ական թվականներից է ստեղծված, վերջին 5 տարվա մեջ ընկերության սեփականատերերի միջով բանով է, հիմնադիրների փոփոխություն է եղել, ու փորձում ենք ընդհանուր աշխատել, համայնքի հետ համագործակցել, մենակ ես վերջին 5 տարվա մեջ շուրջ 30 միլիոն դրամի մենակ հողի հարկ է վճարվել, բացի դրանից ստանձնած պարտավորությունները, որը մենք ունենք պետության հանդեպ, ու ամբողջությամբ կատարվում է համապատասխան վճարումները լինում են, էլի, եթե սա մեր մոտ մի երկու կսում ենք ունեցել, ինչ-ինչ պատճառներով հողերի բացակայության, ինքը համարվել է առոչիչ, մենք նորից դիմել ենք, որ վերջնական այս ուղի մասնակցությամբ գնանք այս հանրային բանի, նոր իրավունքի տրամադրման։ Եթե ինչ-որ հարցեր ունեք, ես կպատասխանեմ թե սոցիալական ծրագրերի մասով թե ընդհանուր մեր գործունեության, թե ընդհանրապես։ Չէ, դուր ասացիք դիմել եք ընթացքին, ի՞նչն եք դիմել, որ Չէ, բանի, անցյալ անգամ հանրային քննարկում ենք տարածքի համար, ծայրակետային կոորդինատորը տրամադրված չէ, համայնքի կողմից թերի համարվել։ Այդ լսումը, դուք հիմա նոր սա, նոր կոորդինատորով ասեք, որ հստակեցված է այդ ամեն ինչը ձեր մոտ, հա։ Դե հա, ծայրակետային կոորդինատորը բնականաբար տրամադրված են, տեղում արկայա մեր մոտեցումները համայնքի սոցիալական օժանդակության ծրագրերի մասնակցությունը, ինչպես նաև արդեն նախատեսվող նորտուտողությամբ գումարի չափը, որը որ պետք է սոցիալական ծրագրերին ուղղենք սոցիալականին հեսա կանցնենք ճիշտ կլինի բան անենք, էլի հարց հետ տակ, ես մի հատ ճշտենք ձեր կոորդինատորը, որ հիմա տրվել է, դուք այս համաձայնությունը արվել, ով է, հիմա դուք ասենք այս կոորդինատորը ինչ հիմքով եք վերցրել, ենթադրենք այդ տարածքն է, դուք ինչ գիտեք, այդտեղ հանք ընդերքում կա, թե չէ։ Պատասխանեմ, ուրեմն երկրաբանական ֆոնդեր փոխակին համապատասխան վճարման դիմել ենք, տրամադրվել է հանքավայրի ծայրակետային կոորդինատորման, մենք այդ հանքավայրի հյուսիսային հատվածում ունենք իրավունք, լեռնահատկացումներ անացա, ինքը բաժանել ենք մեր 3 հիմնական մասի, մեկ գործող փաստացի հսկողություն հանքավայրը, դրա միջին հատվածում մեր հայցվող տարածքն է և ստորին հատվածում, ինչպես գիտեք, երեք ճշտենք, քանի որ դուք այն ժամանակ ասենք մի հատ լսում էլ արվել է և բանը լիթոս չէ, եթե իրանք էլ նույն այն ժամանակ ոնց որ ձեր բաները կոորդինատորը համընկնում էր իրար։ Հիմա դուք մանրակրկիտ ճշտենք, որ պարզականված լինի, դուք նորից ուրիշ տարա, այսինքն
դիտոսի ներկայացած կորդինատները ստեղ չկա, չի անում։ Հարավային հատվածում են գնում, մենք առանց ու համայնք ունի այդ կոորդինատները, մեր նախնական իսկ հետաքրքրության համար ինչ-որ դիդակտիկ նյութ չունեք, օրինակ քարտեզ բան, ինչ-որ որի վրա երևարել, հիմիկա ձեր հայցվող տարածքը որտեղ է ներկայիս գործունեությունը եւ որտեղ է, ասենք, օրինակ դիտոսի տարածքը։ Եթե դուք ձեր տվյալները տրամադրեք, մենք կարող ենք իրար հետ աշխատենք, դեռ ծանոթ ենք, մենք աշխատենք, մեկս մեկի չխանգարենք։ Այդ ձեր արդեն լիտոսի ձեր կոորդինատային այդ ճշտումները դուք անպայման արեք, որովհետեւ հիմա դուք տվել եք sense կոորդինատնով մենք չենք տեսնում եւ իրանցն մեր մոտ չի ենթադրվում։ Դե կարող այս կոորդինատով ընկնումա կամ իրան սահմանը կամ այսինքն դուք ունեցել եք լիտոսի կոորդինատները, որ այս կոորդինատները։ Նու այն ինչ որ մենք ունենք մեր ունեցած տվյալներով, որը վերջնական չէ, էլի մեծ հաշվով։ Հարաբերություններն էլ ու ես որպես այդ ոլորտի մասնագետ ունեմ բոլոր ընկերությունների հետ, կարող իրար հետ աշխատենք, երկուսից իրավունքներն էլ միաժամանակ դից հավասարազոր առաջ գնա, էլի։ Բացի դրանից այդ նույն փաթեթները, որ ներկայացվում է, բացի համադրումից, դե նաև ունենք մի հատ ուրիշ բան, մաս, որը կապված է, ասենք, թափոնների տեղադրման, մեկը մեկի փողի վրա փոխի տեղադրման խնդիր չունենա։ Այդ ամեն ինչը մենք ընկերության հետ կփորձենք համագործակցենք, եթե իրացնենք էլի։ Ես վեճի առարկա ես որպես այդպեսին չեմ տեսնում, էլի։ Մի այսպիսի հարց է, քանի որ հիմա նոր ընկերություն չի հատիկը եւ գործունեություն է ծավալում եւ ունի հանքավայր, որտեղ շահագործում է իրականացնում, ուղղակի հետաքրքիր է ինչով է պայմանավորված նոր տարածքում նոր հանքավայրի ստացումը, որպես համայնքի այսպես շահերից ելնելով էլի նաև տրամաբանական, եթե ասենք օրինակ իր նախկինը սպառվում է նորավերցնում, հասկանալի է, կամ ընդլայնվում է, կամ ծավալների մեծացում է ունեցել, ուղղակի հետաքրքիր է ինչով է պայմանավորված նոր հայցումը։ Մենակ մի մասով կպատասխանեմ, մենք նախատեսում ենք նաև մեր լեռնահատկացման սահմաններով գործող հանքավայրի ընդլայնում։ Այն թե մնացած ընկերության սեփականատերը ինչ միտումով է դա անում, ես այդ հարցին չեմ տվել, ամեն մեկը իր որոշումն ունի թողանի։ Ուղղակի ձեր որպես կազմակերպություն դուք մենք, ես ամեն ինչ փորձել եմ մնաց անեմ, որ մեր գործունեությունը ձերին մեկը մեկին չխանգարի։ Շահերի բացում չլինի։ Ես անկեղծած ներկայանալու այսօրվա մեր ներկայանալու լրիվ հասկանալի է, չասեք էլի լրիվ բաց է։ Ունենք նաև կներեք էլի, ես հարցի հետ կապված այդ առասկը ընկերությունը ունի 9 հեկտարի չափ արտադրական հողանոց։ Այդ արտադրական հողատեսքը որ կա, մենք պետք է հասկանանք էլի, ասենք ինչքանով է ընկերության 30 միլիոնի չափ գումարել է վճարվել, այսօրվա բնության մեջ օրենքի բայց ունենք այդ ամեն ինչի 3 միլիոն է բարձրում։ Այսօր առաջին վճարումը ժամանակացույցով արդեն իսկ արվել է, պարտավորությունները Եթե ստանալու սկզբից ասեմ ոչ մի բան չունես ա նորմալ։ Չէ, պայմանավորել ենք որ ժամանակակցություն տեխնիկական չէ։ Արսանյանի ժամանակացույցակապ է ամիսի մինչև ամսվա 25-ը 350 ասացի։ 360 Այնանք եթե չարվել մեկ պայմանավորվեցին իրար հետ, որ այդ ժամանակակցության չէ, ուղղակի իրար հետ չբախվել է կոորդինատորի մասին է խոսքը, որ մասնակցությունը նույն ընկերության ներկայացուցիչն եմ, պատասխանատուն եմ, իմ նպատակը, որ բոլորն են, ասենք, Սերգեյներ երկար տարիներ, գիտեք, Ղարնարան ընկերությունը գործող, ճիշտ է, կողքի բլոկով, կողքի հանքավայրով է, բայց մենք դիտքորոշում ունենք, չի որ այս մարդը չաշխատի, մենք աշխատենք, չեմ ես սպասում հակառակի իրանց կողմից։ Նպատակը այն է, որ մեր գործընթացները նորմալ գնա, թեկուզ նախագծողներն էլ ես ոնց որ հասկացա շատ լավ ճանաչում եմ, ինձ էլ են ճանաչում, փորձենք իրար հետ աշխատելով ամեն ինչ կազմստորեն է, ես որպես հավաքանու անդամ, այտենց եմ տեղյակ կուրս եմ ամեն ինչից, հետո որ չենք հասկացել է, ինչ-որ դուրս եկե, որ միտում կա կամ ինչ-որ բան, հաստատ համոզված եղեք, որ նման բան չի եղել, չգիտեմ ով է ասել, որ միտումնավոր ինչ-որ բան է կարել դրա համար է, քանի ինչ-որ չեք անցկացել է լսումները, ձեր լսումները, որը շատ թերի է եղել, այդ լսումները շատ թերի են, դրա համար քննարկել ենք և
Դրա համար է մերժվել, ուրիշ խնդիր էստեղ չի եղել, միտում չի եղել, ես որպես հավաքական անդամ եւ խմբակցության ղեկավար ասում եմ, որ այնպես բան չի եղել, այդ մտնելուց թող անեն, եթե մեկը մտածում է միտումնավոր բան կա։ Կներեք պատասխանը դրացին, ես ներկայացնում եմ Մահապեքսի ընկերությունը։ Մենք մերժման պատճառը իմացել ենք, որ կոորդինատորի բացակայության պատճառով է եղել, փորձել ենք խնդիրը շտկել, ու հիմա խնդիրը շտկած ներկայացել ենք հանրային լսմանը։ Ու մեկ էլ Արմեն ջան տարածքի հետ կապված մենք վերցրել ենք գեյմպլանի քարտեզը ավտոկադ ծրագրով։ Այդտեղ ձեր դիմաց տարածքը եզրագծված էր ու մենք սկսել ենք կոորդինատները հավաքել եզրագծված սահմաններից դուրս։ Մոտավորապես սկսնողանքը ձեր տարածքի հյուսիս-արևմտյան սահմանից դեպի հյուսիս ու արևմուտք։ Շփման գոտի չունենք ու մետրաժով հնարավոր է 30-40 կամ 50 մետր հեռավորություն լինի կամ չլինի, բայց ձեր եզրագծին ինքը չի հատվում։ Ձեր սահմաններից դուրս է։ Դա որտեղից գիտենք, քանի որ մենք քաղաքապետարանի տրամադրության ավտոկադ ծրագրով քարտեզը այդպես հիմնվել ենք ու սկսել ենք արդեն կոորդինատները մշակել։ Մեր հանրային լսման ժամանակ արդեն եկել էիք ներկա, նախապես ներկայացված էր այդ կոորդինատները, նախապես ներկայացված էր նաև նկարագրությունը։ Ես մինչև վերջերս, մի քանի օր առաջ չէի կարողանում ձեր կոորդինատները գտնել եւ բայց գիտեմ որ տեղադրված գուցե եղել է ինչ-որ մի պահի, ամենայն դեպս երևի 3 վերջը կոորդինատները ոնց ասեմ տալիս են ինֆորմացիա ասեն շատ բան էլի абստրակտ գոնե մեզ նման մարդկանց համար ովքեր դրանից չեն կարողանում օգտվել կամ դեպքադիմեն գուրգենի նման պրոֆեսիոնալների որ իրենք էլ տեղադրեն բան ծրագրի վրա եւ տեսնեն որտեղ է որ կոնկրետ օրինակը կդրամատեն նույն թող իրանք նայեն իմ հետ կապ ունենան մենք իրար վերջը ես համենայնպես սապորների հետ կապված մեր երկու հատ ավելի դասն էլի ես ուղղություններ կտամ հետագայում որ դու պրոբլեմներ չունենաս Մինչև երեք համագործակցության տեսանկյունից մեծ ուղղակի քանի որ այդ կոորդինատները շատ абստրակտ են եմ ասում մեզ համար էլի ես այսօրվա իմ ներկայանալը կոնկրետ նպատակը է ապնդում որպեսզի կարողանայի ճշտել արդյոք այս կոորդինատները մերի հետ որևէ աղերս ունեն համընկնում են թե չէ ու շնորհակալություն որ այդպես մանրամասն հենց այս պահին ներկայացնում եք որ ընդհանրապես դրանք իրար չեն հատվում բնականաբար Գուրգենի կարծիքն է քանի որ շատ լավ ճանաչում եմ ու շատ լավ չասեմ բայց ամենայն դեպս առնչություն ունեցել է հավաստում եմ որ դրանք իրար հետ համադրված չէ շնորհակալություն ձեզ որ նման ընթացքով եք գնացել Նշում եք կարող եք լուսումից հետո տրամադրել մեր ֆիքսած կոորդինատները ոչ մի խնդիր չենք տեսնում կարող ենք ֆայլվել ուղարկել Ուղղակի քանի որ մենք պահանջադրված կոորդինատները ուղարկենք ոչ թե գծագիր կոորդինատները 24 կետ ունի 24 կետի երկու կոորդինատներով սահմանած ուղարկել ենք եթե ցանկանեք ուղարկենք գնային հասկանան այստեղ հեկտարի չափ չեք նշել 5 հեկտար 5 հեկտար հիմա մի րոպե մի հատ այո էսա 9 հեկտարը ինչի մասին է հիմա այդ 9 հեկտարը դուք էդի ձեր հիմնական որ կար հատիկը ՍՊ կապված եկել է հիմա դուք այդ ձեր կոորդինատները ճշտեցիք հիմա ասենց հասկանանք այդ ձեր այդ 9 հեկտարը մնա դուք սա նոր 5 հեկտար նորից ուզում եք վերցնել էտա հիմա այդ 5 հեկտարը դու վերջացրել ասենք պաշարները պրծելա որ նորն եք ուզում վերցնել Չէ, դե հետ կապած ինքը ընդդեմ օգտագործման իրավունքի ժամկետի երկարացումը ես հասկացամ խնդիրներ ունի Այդ դրա հետ կապված դրա համար մենք չենք ուզում իրար զուգակցենք, բայց սենց ասեմ էլ իրար գործող հանքավայր նույն ընկերության անունով կրկնակից անհրաժեշտություն բերում այս կազմակերպությանը այսինքն դու թույլտվության համար լիցենզիայի համար առանձին 5 միլիոնը վճարում ես առանձին հաշվապահություն չլիքը բաներ կա որ առանձին է դրանից հիմա դուք ուզում եք մի հատիկ ես ինքը այս դրա հետ կապված եթե կցնեք այն էլ վերջը խնդիրներ կա չեմ ուզենա էլի առանձին դրա մասին կխոսանք էլի մեր ընկերության սեփականատերն իր որոշումը կայացրել է որ առանձինով իսկ հողի հետ կապված հարցը համապատասխան որակավորում ունեցող անձիկ շուտով կներգրավենք թե որ ուսումնասիրվում է տարածքը որ մենք մեր առաջարկը համայնքին կներկայացնենք որ այդ մեր ինքնարժեքավոր իրավունքը վերականգնվի Եթե առանձին գործընթացը սրա ինչ որ աշխով առնչություն ունի բայց եկեք տարանջատենք էլի Այսինքն սա դուք ուզում եք տեսնել ապագայի համար, սենց է գալի։ Հանույթը ունեք, հանում եք, հիմա նորից 5 հեկտար ուզում եք ժամկետի հետ կապված որոշակի հարցեր կա, չեմ ուզում էլի բան անենք էդի առանձին լսումա, առանձին Ասեմ ձեզ էլի, սա ամեն ինչ է, վերջին մեր այս կոորդինատների հետ կապված որոշումը որ կա, ես որ միացել եմ, մի 4-5 օր առաջ նայել ենք, ունեցել ենք որոշակի պատկեր ընկերության այցող տարածքի,
մեկ էլ ինչ որ նախատեսում ենք հետո, սա միանգամից մի էջի վրա դրել ենք, տեղադրել ենք, փորձելով որ ոչ մեկը դրանից չտուժի, սա շահելու ենք մեծ աշխարհում։ Նոր հանքավայր, չեմ անում նոր տվություն, նոր սոցիալական ծրագրերի մասնակցություն եւ այլն։ Դրանից միանշանակ վստահ եմ բոլորը շահելու են, հարաբերություններն էլ ինչպես բարի դրացական եղել են, տենց է պահպանվելու։ Դրանը չեն շահելու, բնական է, տարածքա քանդում եկի։ Տարածքն էլ եկեք Ժողով ջան, մի հատ եկեք բան հասկանանք, էլի, ընդերք օգտագործման իրավունքի տարածքը, որ կա, եթե այդ ընդերքը որ տալիս է, եւ ինձ գիտեք ինչն է դա։ Մեկ իրան գործես դες ասում են, այստեղ այսքան պաշար կա ենթադրեն։ Ու ասում են գնացեք դիմեք բաները ստացեք։ Բայց չէ որ այդտեղ արոտավայր է, փոքր գյուղ է, տարած չունի։ Այդ թողած տեղեր կա քանդված, հիմա այդ հանքավայրում այդ 60 հեկտարի մեջ չկա ուժելի մի տարած, որ ինքը բան ունի, ընդերքի հանույթ ունի տարած։ Ասեմ ձեզ։ Անպայման պետք է նորը քանդենք այդքան կարա։ Չէ, նայեք, սա չի, ինքը ընդերք օգտագործման իրավունքի հաստատված տարածքը պաշարը որտեղ տրամադրվում։ Հա պաշարը հետ է մասը։ Միջև վերջ ասեմ, ինքը այլ իրավունքով չի կարող մեկ այլ անձի տրամադրել։ Այսինքն այդ տարածքը եթե տրամադրեցին, դրա կողքը ժամանակին, ասենք, տեղեր կա բնակավայրեր է սարքվել, հանք է եղել, հա, թեկուզ արդեն արոտի կողքն է եղել, էս է եղել, մարդիկ եկել են, այդտեղ որակալ ապրանք են գտել, չափական չափի որոշել, հզորությունը համապատասխանել է, ընդդեմ չի, որ 2 մետր է, ասենք վեկալում է, սա դաշտը քանդում ես, 30 մետր լիտոիդային բենզայի պաշար կա։ Այսինքն էդի որ չանես, այդ դրա վերևն էլ այդ մի արոտի հողը պետք է, հակառակը սկզբից այն է եղել, սովետի ժամանակ է ինքը հաստատվել, հետո նոր այդ գյուղատնտեսական հողերը, մարդկանց հողերը եկել է մեջն են մտել։ Հաշվի չանել արը, որ այդ տարածքը, նույնետի նույն երկրի խնդիրն է, դեպքի պետք է փոխել այդ ողնաշարի բացակայության։ Պետք է այդ տարածքները ընդհանուր ոչ մեկին չտրամադրվեն։ Ընդերքի հողի վրա ինչ շինություն, ինչ բան չի կարելի։ Դե պետքա բացառի չկա այնտեղ։ Դե ուզում եմ ասեմ, հակառակն է, էլի, դեպքի պետքա ի սկզբանե լինի առաջին էջին է, ինքը այդ երկրաբանական ֆոնդը իր կադաստրը ունի, իր այդ եզրակիցը ունի, պաշարով հաստատած, միլիոներով մարդիկ փող են ծախսել։ Վարտը հիմա այն որ այս մեկը մեկալը մեր տուն է սարքել, այն մեկը սենց արել են։ Կոնկրետ ես մեր պահով եմ ասում, դե ոչ տուն կա, ոչ բան կա, արոտավայր են։ Ընդհանուր այդ կոմունիստների ժամանակ օգտագործվել է 60-ից թե 69 հեկտար տարած ամբողջը շահագործվել է, բայց չէ որ այդ շահագործված տարածքում տեղեր կա, որ ես այդ եմ ասում, որ հումք կա, ասենք այդ հումքը չի հանվում, նոր գնում են նոր տարածքի դրսում, ընդերքը տվել է ես վերջացնում, իսկ այդ մեկը Գյումուշն է, այսինքն նույնն պաշարները տարբեր ոնց է պրոտոկոլներով է այդում, այն մի հատվածը որ աշխատել է, այդ մի տարածքը իր պաշարի գրեթե 70% արդեն մարված է։ Այս մի հատվածը որ կա, այս բլոկը որ կա, որ 3 տեղակիցվում, հատիկնոր, հիմա որ անում են քինը, մեկ էլ ընկերությանը։ Ինքը համարյա ձերտված չի, մենակ հատիկով է գնացել։ Այսինքն այն մեկը որ այն ինքը մարված պաշարը կա։ Ներքինն ա եղել, ուղղակի տենց այսինքն մենք այդ որ օգտագործվել է, օգտագործել ենք ընդերքի հոտ։ Հա, չէ, հիմա դեռ մի թեթև մաս կա, ասենց ասեմ, մի 2 հեկտար չեմ կարող բարձր ասեմ, բայց Ընդ բաներ կա, որ ասենք այդ հողերը որ տրամադրել եկել է պաշարի վրա են նստած։ Չեն տրամադրել, էսա, այդ մարդկանց հողերը դարերով, իմ պապը թե վարար է, այս մի պապը թե արտա ունեցե, բացի դա, սեփականաշնորհում ա եղել այդ հողերը որպես արոտավայր։ Մարդկա սեփականաշնորհվել է 30-40 տարի մշակում է։ Այդ բանը հիմնահանքը որ կար։ Եթե այնտեղ այդ հանքը չլիներ, այդտեղ ոչ մի բան չլինի, բնակավայր չլինի։ Այդ զորը սինուն արդեն գետով անցնում ես ինչ-որ բնակատեղի կլինի, բայց այդպես արդյունաբերական հզորություններ չլինի։ Հիմա այս հատվածն էլ իր ազդեցությունն է ունեցել։ Հա, հիմա այդ սեփականատիրոջը ոչ մեկի, որ ես սեփականատերերի հետ կապ չունեմ, մեր հայցող տարածքներն հենց է որ այդպես համադրություն։ Այսինքն հիմա այդ մարդու հողը ինչ որ ենթադրենք այդ մարդու հողի հետ մենք գործ ունենք, ինքը իրավունքի հետ կապված, եթե հարց կա, ինքը քննիր է։ Չէ, դուք ասում եք որ ընդերքից տվել են որ այդ սեփական հողեր կա։ Հա, կա, ընդերքը չի տալի, կադաստրն է տալի, գեմպլանովը հաստատում։ Մենք այն հատվածը, որ այլ իրավունքի հետ է ծանրաբեռնված սեփականության կամ բարձրացում։ Մենք չենք գնում իրանց հետ ինչ գործ ունենք, մենք մարդկանց հետ օգտարի չենք կանել։ Բայց նայել են քարտեզներով կա որ սեփական հողը ընդարձել ընդերքի ամեն ինչը սեզած մնալ հեռու մնալ։ Էդի Գուգլջան, այդ տարածքում բանը
այդ տարածքը մարված պաշար է, թե հաստատված պաշար է։ Մարված պաշար է, դա բնավճարի տեսակն է, որ դու վճարում ես։ Հաստատված պաշար է, չէ՞։ Ոնց որ խորհրդային տարիներում այդ մարված պաշարներ կային, որոնք կհանային, հա, բնականաբար ինքը երկրաբանական ֆոնդերից համապատասխան տեղեկատվությունը մարման հետ կապված կհարցնենք, որ նախագծի մեջ ներառվի։ Որովհետև երբ որ մենք ուսումնասիրում էինք տարածքը, այդտեղ կային տարածքներ, որոնք մարված պաշարբանը խորհրդային տարիների հաստատված եւ մարված պաշարներ էին։ Հա, տնի։ Հա, բայց այնպես բնական վիճակով գնացած տարածքներ էին։ Չէ, ընդհանուր բանով բլոկով։ Հա, բլոկը կա, բլոկը ցույց էր տալի մարված, բայց բնության մեջ իրան ձեռք տված չէր։ Ես գիտեմ, ձեր ընկերությունը նույնիսկ ծայրակետային կոորդինատների խնդիր է ունեցել, չէ՞։ Հիմա այդ տարածքի քարտեզը ունեք թե գոնե Ես ծայրակետային կոորդինատներ եմ, հա։ Ինքը տարածքում բնական ունես, ակտիվ ունեմ, որովհետև այդ հիմա որ մեր կոորդինատներն է, նրա հյուսիսային մասը, մենք դիմել էինք, որ այդ տարածքն էլ հիմա հյուսիսային մասը, մի հատ բլուր է, ես չգիտեմ ձերը որն է, մի հատ բլուր է տեղ, որը ձեր տված չի, բայց ընդերքում լրիվ է սարը մարված պաշար է։ Դե բան խնդիրը արամուսում էլ կա։ Ընդեղ պիտի մենք Արամուսում կա, որ Արամուս չէ, Կարենիսի տարածքում։ Ուզում եմ ասեմ նախատիպ որպես Արամուսումը տենց կա, տարածք են հին հանքինը։ Թղթով հանքը մարված է, բայց հանքը տեղում։ Խախտված տարածք է, թե բնական տարածք կարա տենցնի պետք է հասկանանք։ Ես դա ոնց արվում, դրա տեղ ուսումնասիրություն։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրանք, էլի ձեզ։ Ես պատրաստել եմ Եվս մեկ ազգուկեն ջան, այս նոր տարածքը հանի այդ սահմանակից է, կհատիկի թե չէ, կետակցության։ Այսինքն իրենց ընդհանուր սահմանակից տարածք է։ Այնտեղ որոշակի բաներ կա, դուք եկեք ժողովուրդ ջան, էլի բան կա, էլի ցենց ասեմ, նախ ընկերության սեփականատերը կարասի ինչ որ կարասի, ես կարող ներկայացնում եմ ինչ որ կարա։ Դե քան դուք ներկայացուցիչ դες գալիս մեր հետ կապված հարց է, որ ձեր հետ կապված է համադրման բացառում։ Մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք, եթե ինչ որ հատվածներ կա, որ դու ասեք կարեցինք 5 հեկտար, մի քիչ պակասը էլի կարելի է նորմալ ընդունել, հասկանալու խնդիրով, էլի։ Մնացածը ավելին ասենք սխալ տվավ։ Ես հարցը պետք է շուտ ճշտ տվի, որ դա ավականի հետո խնդիր չլինի։ Լանցում 18 ենք, ես աշխատում։ Մի քիչ շուտ պետք է հասնի 7 օր առաջ, որ մենք կարողանանք այդ ուսումնասիրենք եւ պատկերացնենք, որ մենք կարող դու բանավոր ասում ես կոորդինատները համ չեն գնում, բայց մենք էլ բերում ենք ավականն հասկացնում ենք, հետո բարձվում է որ համ անգնում կամ բլու մի բաներ խախտում։ Այդ ժամանակ ինչ ենք անելու։ Այդ է խնդիրը։ Մենք իրար ենք աշխատենք, դրա համար էլ ճշտված պետք է անել, որովհետև ասեմ դու ասեց ասեմ, ներկայացուցիչ եք, բայց սեփականատերը չեք, որ ասենք կոնկրետ, մի կոնկրետ ինձ հետաքրքրում է, որ դա պարզվի, որ ես ավականով տեսնեմ ինչ եմ անում, որովհետև խմբակցության ղեկավար եմ, ես իմանամ, անցկացնենք թե չանցկացնենք։ Հասկացա։ Սենց ասեմ, ինքը շահերի քանի որ բախում կա գնայինք, այն տարածքը որ իրանք ունեն, մեր իմացած տեղեկատվությամբ։ Մենք դրանից հեռավորությունը պահել ենք, դրա հետ չի համատրվում, բացարձակ։ Մենք էլի իրար գնայինք աշխատենք, ես պատրաստ եմ իմ դելիկներով բանով, ընկերությանը նաև շատ հարցերում ուղղեմ, որ չգնա հասնի մի հատ կետի, հետո դրանից հետո անհրաժեշտություն առաջանա նորից արային քննարկում անելու։ Դրա համար եմ ասում, այդ ամեն ինչը ավելի շուտ բարձեք, իրար հետ բարձեք, կոնկրետ ինչ չի հետաքրքրում։ Ուզում եմ որ շուտ բարձեք, որ 7 օր առաջ գա մենք ստանանք օրակարգը, հասկանանք, որ այնտեղ խնդիրներ չեք ունենա, որ մենք անցկացնենք, թե նորից խնդիր ունենք։ Ես ձեր ընդունում մոտեցումը լրիվ ընդունել եմ։ Նաև հուշեմ, ինձ թվում ավականում դա էլ է հետաքրքրելու, քանի որ ամբողջ տրամաբանությամբ նաև երկու տարբեր հանքերի գոյությունը, որի մասին խոսում էինք, որ ընկերության հետ։ Ես ինձ թվում է այդ հարցերը պետք է Ես ասենք, որպես ավականատար կարայի ուրիշ հարցեր էլ տայի, որ համայնքին ինչ օգուտ կտա, կամ այնտեղ նշներ, ինչով կարող օգտակար ենք մեր մանկապարտեզներին կամ ինչ-որ մի բանի։ Ես այդ հարցերը ես պայն չեմ տալի, որովհետև ամեն ինչը հասկանալ է, դրա համար այդ հարցերը մի չեմ տալի։ Ուզում եմ որ ճշտեք առաջ երթին, որ իրար չխանգարեք, մեր համար տարբերություն չկա, որ մեկը կաշխատի, ոնց կաշխատի, մենք որպես ավական եմ ասում, ուզում եմ որ ճիշտ լինի,
իրար բախում չլինի, խնդիր չլինի։ Երկու ընկերությունների շահերից է բխում, որպեսզի սկզբից այն ճիշտ լինի, որ Իսկ մնացած գրել եք ավելի լավ, ուսումնասիրեք, որովհետև մենք այն մի լսումներին հարց տվել ենք, հատիկինել ենք հարց տվել, մնացածներ ենք հարց տալի, այնտեղ քարհանք էին ուզում բասում նրանց հետ, որ տեսնենք լավ է համայնքին կամ այս գյուղին ինչու կարող օգտակարեն։ Մանավանդ որ այս բնակիչներից կարող է նաև այստեղ խնդիր առաջանա, որպես վարչական ղեկավար, որ իրանց արոտավայրերից է գնում, այդտեղ ինչ խնդիր կլինի, ոնց ինչ կմնանք։ Ընդհանուր համայնքից է արոտավայրը գնում, մենք ասենք այդ արոտավայրը բոլորին Չի կարելի արոտի տարբեր, էլի, իրականում հաստատված պաշարը հասկանում եք, չէ՞, ասենք, այդ միած Առաջի ուտարը կներես վարչական պատասխանատուի վրա է գալի, որպես գյուղի ղեկավար եւ իր գյուղացիք, առաջինը իրան են հատինելու, դրա համար այդ հարցը տվել։ Դե վերջը կաշխատենք էլ ինձ Դե հանրայնություն ես դրա համար, որ համայնքը իր ունենալու ենք նաև երկրում երկրորդ հանրային քննարկում։ Դուք նշել եք 600-ից 700,000 տարեկան համայնքի Էդի պարտադիր վճարումն է, այսինքն պարտադիր չի։ տարեկան ընդերք օգտագործման իրավունքի տրամադրում է, ինքը բերում է նաև սոցիալական ծրագրերի Դուք 600-700,000-ը պարտադիր, այսինքն որ ֆոնդին եք վճարում։ Անմիջապես համայնքին է գալիս դա։ Էդի արդեն բարենից կուզենայի մի առաջարկ ունենայի, քանի որ Չարենցավան համայնքը խոշորացվածն է, գումարը փոխանցվելու է ձեզ, ուղղվածությունը Դերից էլ բաշխումները շատ լավ գեղեցիկ ձևով անում ենք։ մի քիչ դեր դաշնատակ, Չէ, ունես որ ասենք այդ հարցը մեր մեծ խոշորացումից հետո մեր համայնքները գյուղերը ավելի են օգտվում, քան Չարենցավանը։ Դե սա հավասար է։ Որտեղ նորմալ բաշխումներ անում ենք, ամեն ինչը ճիշտ անում ենք, այնպես չի որ խնդիրը մի քիչ այլ է, էլի, ազդագիր որպես համայնք առաջին ազդեցության կարողացեք, եթե դենցելի կարենիսին աշխատող անենք, աղվերանա բոլոր այդ պանսիոնատները գումարները շատ է գալի, բայց մենք աշխատում ենք, որ բոլորին էլ հավասար բաշխումներ անենք, խնդիր չառաջացնենք։ Գուրգեն, Դա քանի որ արդեն Լիթոսը ներկայացրել է նախարարություն ծրագրը, դա այնտեղ իրոք պիտի տապոնել կապնատ կնայում է։ տապոնել դեռ հատկացման հետ, որպեսզի այնտեղ խնդրեմ չլինի, չասեն տարեք փոխեք։ Հա, մի հատ կնայենք էլի, այս պայն դաժե ես հիմնեց է կնայեմ մի Ոնց հատ կրկնակի երակի գործեր շանեն։ Հա, մի քանի բան է կա խորհուրդ կտամ, հեսա որ վերջը։ Շատ լավ է, որ իրար հետ շատ լավ համագործակցել, համագործակցությունը չի որ ուղղակի ես այդ հարցը ինչի էի վարել, որտեղ մի քիչ վիրավորական էր, եկի ասեմ, որ միտումնավոր մենք այդ Ջանը քիչ ընդունենք, որ հասկանալու խնդիրներ կա այս ամեն ինչի մեջ։ Հիմա որ ասել եմ, որ տոստարի բանեն առանց ուսումնասիրելու իսկապես իմաստ չուներ այդ ասել, բառը չգիտեմ ումից է դասել, ոչ մեկը տես նպատակային ինչ-որ բան չի, դու հասկանալու խնդիր է հայացած։ Մեկ խնդիր չունենք։ Ջան, ես մի հատ առաջարկ ունեմ, հա։ Չէ, կա էլի հարցեր։ Հա։ Ունեք էլի հարցեր։ Չէ, Ես մեր քննարկման արդյունքում են ինչ-որ ունենք, փաստացի ֆիքսված, համայնքի հավաքանի պետք է նախնական համաձայնությանը կապված որոշում տա, արժանանակ է 10 գորեր ունենք, իրար հետ համագործակցելու, իրար հետ ճշտեք, Այդ քարտեզները ներկայացրեք, երկու կողմն էլ ասի, որ ճիշտ է պատրաստենք, որտեղ որ դրվում հավաքանի 7 օր առաջ մենք ստանում ենք օրակարգը, որ մենք հասկանանք, այնտեղ խնդիր չկա, դա մենք հաստատենք։ հա, Կոորդինատների ճշտումն է ամեն։ Ինքը չէ, ակտիվը կտամ, ժողովրդի հետ կաշխատենք, կհասկանանք էլի, այդպես մի երկու բան կա, կհուշեմ ոնց կարելի անել, որ մենակ տարածքային չի էլի, փոխակենական փուլով պետք է հասնեն։ Շմագ Ավելի բարդ է էլի, թե չենի տեխնիկական դոմենքա դերի։ Հարցեր ունեք ուրիշ։ Դա երկրորդ լսում էլ առնելու։ Հա, հիմնական արդեն արդյոք ատլետը չունենք ոչ մի բան ձեռի տակ, հիմնական դե երկրորդ հանրային քննարկմանը առկա հարցերի Համար են գավառված։ Շնորհակալ։ Լոնդա ստորագրեք, չես մեր։ Հա, դուք տվեք։